Մենք դարձյալ Նուր հեռուստաընկերության բարի առավոտ տաղավարում ենք, շատ ջերմ եւ հիանալի տրամադրությամբ շարունակում ենք մեր առավոտյան ծրագիրը, արդեն հասցրել ենք երկու շատ կարևոր մշակութային թեմաների շուրջ խոսել, ես ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր հենց նոր մեզ միացան, իսկ նրանք, ովքեր որ դեռ մեզ դիտում էին 11-ից, չեն բաց թողել մեր հետաքրքիր զրույցները, այսպիսով դարձյալ մշակութային թեմաների շուրջ ենք խոսելու, դեկտեմբերի 12-ից Երևանում մեկնարկել է կին միջազգային կինոփառատոնը, տաղավարում է կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Մարիամ Օհանյանը։ Ողջունում եմ ձեզ, Տիկին Օհանյան, բարով եք եկել մեր տաղավար։ Ինչպես է ձեր տրամադրությունը, թեպետ դրսում ձմեռ է, ցուրտ է, բայց մեր տաղավարում շատ այսպես գարնանային գույներով ենք փորձել լցնել, ինչպես է տրամադրությունը ինչպիսին է։ Շատ լավ, տոնական։ Ընտիր, փաստորեն Նուր հեռուստաընկերություն գալու եթեր ունենալ ինչ որ չափով տոնական է եւ քանի որ այս օրերը համընկել են կինոփառատոնի հետ, կարծում եմ այսպես եկտեղվում է ամեն բան։ Ինչպես եք սիրում սկսել ձեր առավոտները եւ մեկնարկի համար ինչ պարտադիր գործողություններ կա։ Դե մի բաժակ սուրճ, նախաճաշ, սուրճը պարտադիր է։ Ընտիր, ես կարծում եմ նաեւ կինոփառատոնի ընթացքում ձեր շաբաթ-կիրակիներն են աշխատանքային, ամանավանդ այս օրերի ընթացքում չեք հոգնում եւ արդյոք շաբաթ-կիրակիները չեք սիրում, որպեսզի դրանք լինեն հանգստի մասին։ Դե շաբաթ Փառատոնը ընդհանրապես մի շաբաթ է տևում եւ տարին մի անգամ, այնպես որ շաբաթ-կիրակին կարելի աշխատել։ Այո, կինոփառատոնը երկար տարիների պատմություն ունի, այն մեկնարկել է դեռ 2004-ից, այսինքն 22 տարվա պատմություն ունի եւ արդեն սա երկրորդ օրն է, որ ընթանում են կինոփառատոնի ցուցադրությունները։ Ինչպես մեկնարկեց դեկտեմբերի 12-ին կինոփառատոնը եւ ինչ զգացողություններ ունեիք։ Դե ինչպես միշտ ուրախ հուսադրող եւ բացման ֆիլմ մենք ցույց տվեցինք Թամարա Ստեփանյանի Իմ հայկական ուրվականներ ֆիլմը այդ ընտրությունը պատահական չէր քանի որ Թամարա Ստեփանյանը այսօրվա կարելի ասել ամենահայտնի կինոռեժիսորներից մեկն է Հայաստանի, որը բավականին մեծ հաջողություն է ունենում ամբողջ աշխարհով մեկ եւ բացի դրանից իր ֆիլմը ներկայացված է Օսկարի Հայաստանից Դե համար մենք որոշեցինք կամայման ցույց տալ այդ ֆիլմը մեր հանդիսատեսին, ով չէր հասցրել տեսնել եւ ուզում էր անպայման տեսնել, ունեցան հնարավորություն այդ ֆիլմը տեսնել։ Այո, եւ եւս մեկ անգամ հանրահրճակել Տիկին Ստեփանյանի այս ստեղծագործությունը, քանի որ կինոփառատոնը 22 տարվա պատմություն ունի եւ դուք հիմնադիր տնօրենն եք, պատմեք թե դեռ 22 տարի առաջ փառատոնի շուրջ ինչպիսի գաղափար էր ձևավորվել, որ այսօր արդեն 22 տարվա պատմություն ունեցող փառատոնի հետ գործում ենք։ Դե պետք է ասեմ, որ ես ինքս ռեժիսոր եմ եւ զբաղվել եմ բազմաթիվ նաև հետազոտություններով ու երբ որ ես նկարում եի ֆիլմեր կանանց թեմաներով եւ ցույց տալիս մեր մասնագետներին, կինոգետներին եւ այլն, իրանք ասում են դե ինչ դա, այդ ինչ մի կարևոր թեմա է, մենք այնքան խնդիրներ ունենք, դա թողեք մոռացեք եւ այլն եւ ես հասկացա, որ այդ ֆիլմերը այդպես էլ կմնան անտեսված եւ մտածեցի միգուցե կան էլի եւս ուրիշ կին ռեժիսորներ, որոնք կարիք ունեն ցուցադրվելու եւ չունեն այդ հնարավորությունը եւ այդպես առաջացավ այդ կին փառատոնի գաղափարը։ Պետք է ասել, որ այն ժամանակ 2004 թվականին մենք շատ քիչ կինոռեժիսորներ ունեինք եւ առաջի փառատոնը դա ավելի շատ նախորդ 10 տարիների կինոռեժիսորների աշխատանքների հավաքածուն էր։ Այն ժամանակ դեռ նկարանում էին ժապավենով, բավականի բարդ էր, դեռ նոր ինչ-որ վաշես էր հայտնվել եւ այն, այսինքն արտադրությունն էր բավականի բարդ էր եւ կինոռեժիսորները շատ քիչ էին։ Պետք է ասել, որ այս 22 տարիների ընթացքում շատ լուրջ փոխվեց իրավիճակը, բացի դրանից, որ մեր մոտ բացվեց Թատերական ինստիտուտը, Թատերական ինստիտուտում կինոյի բաժինը, որը նույնպես խթան հանդիսացավ, որպեսզի աղջիկներ եւ տղաները կրթություն ստանան, որտեղ մինչեւ այդ միայն վգիկում էին կարողանում ստանալ ռեժիսորի մասնագիտությունը։ Եվ հայտնվեցին արդեն շատ դիպլոմային աշխատանքներ, նոր անուններ եւ այսօր մենք արդեն տեսնում ենք, որ դաշտը բավականին լուրջ ձևով փոխվել է։ Այո։ Այսինքն մենք ունենք շատ ակտիվ եւ աշխատող եւ մրցանակներ ստացող, չեմ ասում, որ անցյալ տարվա ITFA-ում գլխավոր մրցանակը ստացավ հայկական ֆիլմը, որը նկարել էր կինոռեժիսոր Շողակաթ Վարդանյանը եւ էլի նույն Իննա Սահակյանը, որը էլի արդեն երկրորդ ֆիլմը նկարանել, որը մեծ հաջողություններ է
գրանցել է։ Այնպես որ շատ լուրջ փոփոխություններ ենք մենք նկատում եւ բացի իհարկե նաեւ որակը ֆիլմերի փոխվել է, որտեղ եթե մինչև այդ մենք ընտրում էինք հայկական ֆիլմերը շատ այդպիսի վերապահումով, ապա այսօր մենք արդեն հանդիպում ենք լուրջ, այո, ինչ-որ դա հիանալի է եւ նաեւ այս դեպքում տեխնոլոգիական են հնարավորություններն են թույլ տալիս լավ որակով ֆիլմեր նկարել, որովհետեւ երբ նշեցիք թե տարիներ առաջ ինչպես է նկարվել, հիմա չեմ ուզի ասել հեշտ է, բայց ինչ որ առումով տեխնիկան ավելի լայն հնարավորություններ է տալիս։ Միավորում եք ավելի քան 22 երկրի հայ կինոգործիչների, որ երկրներից են հիմնականում մասնակցում եւ ինչպիսի ակտիվություն եք նկատում նրանց կողմից։ Դե բնականաբար բոլորը շատ մասնակիցներ Հայաստանից են, այո։ Հետո մենք ունենք Բելգիան շատ ակտիվ է, շատ ֆիլմեր են ուղարկում, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, այսինքն բոլոր շատ եվրոպական երկրները այստեղից ներկայացված են, բացի դրանից մենք ունենք Չինաստան, այս տարի չեմ հիշում աֆրիկյան երկիր ունենք թե չէ, բայց ունեցել ենք Արգենտինա, Պերու, այնպես որ Ավստրալիա, այնպես որ մեր աշխարհագրությունը շատ մեծ է։ Այո, եւ սա փաստում է այն մասին, թե ինչքան մեծ հայկական սփյուռք ունենք աշխարհի տարբեր ծայրերում եւ այդ սփյուռքում ինչքան տաղանդավոր գործիչներ կան։ Չէ, խոսքը սփյուռքի մասին չի։ Միայն հայկական, այո։ Ոչ, ինքը միջազգային փառատոն է, այսինքն ֆիլմեր ուղարկում են այլ ազգի կինոռեժիսորներ։ Շատ լավ։ Եվ կինոփառատոնի անունն էլ հենց այդպես մնաց, քանի որ միայն միավորում է կին կինոգործիչների։ Տիկին Օհանյան, դուք խոսեցիք տարիներ առաջ ձեզ հանդիպած այն խնդրի մասին, որ երբեմն կին կինոռեժիսորներ ստվերվում էին, իրենց աշխատանքները հնարավոր չէր այսպես ցույց տալ, ցուցադրել։ Այսօր ինչ խնդիրների առաջ են կանգնում կինոգործիչները, որոնք որ կին են, եւ հիմնականում այս կինոփառատոնը թույլ է տալիս հանրահրճակել եւ ցույց տալ ավելի լայն մասաների եւ հանդիսատեսի իրենց ստեղծագործությունները։ Դե կարելի ասել, որ կանանց խնդիրները նույնն է ինչպես եւ տղամարդկանց, բայց մի քիչ ավելի շատ։ Այո։ Այսինքն իհարկե հասարակության մեջ գոյություն ունեցող այդ կարծրատիպերը չեն ոչ միտեղ անհայտացել, ասես ցնենց միշտ կնոջի ավելի այլ կերպ են նայում, այսինքն համարում որ ինքը sense ցնես չի կարող շատ լուրջ աշխատանք ներկայացնել, չնայած որ փաստացի մենք տեսնում ենք, որ դա այդպես էլ չէ, սակայն մենք ունենք նաև շատ լուրջ խնդիր ֆիլմերի ֆինանսավորման, ֆիլմերի ցուցադրության, այսինքն ինքը դաշտը ցավոք սրտի շատ թերի է զարգացած եւ պահանջում է շատ մեծ ներդրումներ հենց հեղինակից եւ իհարկե տեխնիկայի այս նոր դարի հնարավորությունները տալիս են հնարավորություն մարդուն նկարանել ֆիլմ առանց որևէ ինչ-որ մի քիչ ռեսուրսով այո, աջակցության կամ ռեսուրսով, բայց մեկ այդ խնդիրը կա եւ նաեւ գլխավոր խնդիրներից մեկն էլ այն է, որ երբ որ մարդը ի վերջո նկարանում է այդ ֆիլմը, ինքը չունի ոչ մի հնարավորություն ոչ միտեղ ցուցադրել, այսինքն հեռուստատեսությունում հայկական ֆիլմերը չեն ցույց տալիս, կինոթատրոնները հայկական ֆիլմերը, այսինքն եթե դա իհարկե շարմի կամ ինչ-որ տենց կոմերցիոն ֆիլմեր չեն, էլի չեն ցուցադրվում, այսինքն դա շատ լուրջ խնդիր է եւ բացի դրանից իհարկե միշտ էլ եթե աղջիկները ուսանողական տարիներին դեռ ինչ-որ բաներ նկարում են եւ նույնիսկ հաջողություններ են ունենում, ապա հետագայում երբ որ իրանք արդեն ինստիտուտից դուրս են գալիս, շատ բարդ է լինում նորից գումար հայթայթել, ֆիլմ նկարել, այնպես որ ֆինանսավորման խնդիրն է հիմնականում։ Եվ ոչ միայն ֆինանսավորման, նաև որակի խնդիրն է, կրթության, ասես ցնենց ես համոզված եմ, որ մեր ռեժիսորները պետք է գնան դուրս սովորեն կան։ Բայց էլի ես էլ եմ ասում, որ մեր մոտ այդ շղթան, որը կազմում է կինոյի շղթան, ինքը զարգացած չէ։ Օրինակ դա կարող հնչի տարօրինակ, բայց ես համարում եմ, որ պիտի լինի օրենք, որտեղ գոնե ասենք ինչ-որ նույն հեռուստաալիքները պարտադրված լինեն ցուցադրել հայկական արտադրություն։ Այո, բարձա ոչ բոլորը, որտեղ ֆիլմերը լինում են լավ, ոչ այնքան եւ այլն, բայց գոնե մարդիկ ունենան ծաղկախաղ կարելի է անել։ Այո, դաշտ, որտեղ ամբողջ աշխարհում, եթե մենք վերցնում ենք այդ պրոդյուսերական այդ մոտեցումը, երբ որ պրոդյուսերը գումարներ է հավաքում տարբեր տեղերից, այնտեղ նաև գումարներ հավաքում են հեռուստատեսությունից, ինչ որ ֆոնդերից եւ այլն, մեր մոտ դա ընդհանրապես չկա։
Ցավոք սրտի, ասենք մերոնք հաճախ իրաց ավելի հեշտ է թարգմանել ինչ որ մի հատ դրսի ֆիլմ, քան թե վերցնել տեղական ինչ որ մի ֆիլմ եւ գոնե սիմվոլիկ ինչ որ գումար վճարել։ Այո, եւ դա կողքեվորի կինոգործիչին ավելի առաջ գնալու, իր ունեցած մտքերը դարձյալ գործնականում իրագործելու, սա շատ կարեւոր ժեստ ու քայլ է, նամանավանդ սկսնակ կինոգործիչների համար։ Եվ ոչ միայն նաև ճանաչված դառնալու համար, եւ բացի դրանից հասկանում եք կինոն ինքը դա շատ կարեւոր մի մեխանիզմ է, որը ես համեմատում եմ հայլու հետ, որը ցույց է տալիս հասարակության վիճակը։ Այսինքն, երբ որ մենք չունենք մեր հայլին, եթե մենք հայլու մեջ չենք տեսնում մեզ, մենք տեսնում ենք ուրիշին, եւ մենք փոխվում ենք։ Դա ինչ-որ ասած մի քիչ տարօրինակ բան է, չէ՞։ Բայց կինոն ինքը հնարավորություն է տալիս խոսել խնդիրների մասին, բարձրաձայնել ինչ-որ խնդիրներ, ստիպում է մարդկանց մտածել, միգուցե քննարկել եւ վերում է ինչ-որ փոփոխությունների հասարակության մեջ։ Բայց մենք հիմնականում սպառում ենք ուրիշ մշակույթների պատմություններ, ֆիլմեր եւ այլն եւ ինչ-որ չափով մենք սկսում ենք ապրել ոնց որ ուրիշի կյանքով, այո։ Եվ դա էլի շատ լուրջ խնդիր է, որովհետև ինքը հասարակությունը չի փոփոխվում, այսինքն մենք հաճախ ապրում ենք երկակի ստանդարտներով, որտեվ մտովի մենք ապրում ենք ինչպես ամերիկացին, բայց դուրս ենք գալիս փողոց, ապրում ենք ինչպես հայ։ Եվ բախվում ենք հայկական իրականությանը։ Որը ինչ-որ հասկանալի, այսինքն դա շատ լուրջ հարցեր են, որոնք հենց մեզ համար են կարևոր։ Դրսի, ասենք, նույն մշակույթների համար իրանց համար դա կարևոր չի, իրանց համար կարևոր է իրանց ապրանքը սպառել, ձևավորել ինչ-որ մի զանգված, որը կուզի էլի ու էլի իրենց արտադրանքը։ Հիմնականում, քանի որ կինոփառատոնը 22 տարվա պատմությունի անդրադարձանք մենք հիմքերին, ինձ հետաքրքիր այս տարիների ընթացքում ինչպիսի փոփոխություններ է կրել, որովհետև 22 տարին այնուամենայնիվ քիչ չի եւ ժամանակն էլ ինչ-որ չափով նոր թելադրանքներ ունի, որոնք որ փոփոխությունների մեջ են մտցնում ցանկացած գործընթաց։ Ինչպես է փոխվել կինոփառատոնը այս տարիների ընթացքում։ Դե պետք է ասել, որ շատ չի փոխվել, այն իմաստով, որ մեր մոտ ծրագիրը միշտ նույնն է։ Այո։ Հավատարիմ եք սկզբունքներին։ Այո, բայց ծրագիրը ինքը իր բովանդակությամբ է փոփոխվում։ Մենք ունենք ռետրոսպեկտիվ ցուցադրություններ, այսինքն ամեն տարի մենք անպայման ինչ-որ մի կամ հոդված են գրում նվիրված կինոռեժիսորին, որը շատ կարևոր է եւ այստեղ նաեւ մենք հայտնաբերել ենք բազմաթիվ հայ ազգի կինոռեժիսորներ, որոնք աշխատել են եւ այլն։ Բացի դրանից մենք ունենք մրցութային ծրագիր, որը կարճամետրաժ ֆիլմերի համար է, դա միջազգային է, եւ ունենք հյուրերի ծրագիր, որտեղ ցուցադրում ենք հայտնի կինոռեժիսորների ֆիլմեր կամ ասենք մեր ժյուրի անդամների ֆիլմերը, որպեսզի պատկերացում ունենք, նաեւ ունենում ենք հյուր փառատոներ, որտեղ ցուցադրում ենք որևէ փառատոնի ընտրանին։ Օրինակ, այս տարի մենք ունենք պարային ֆիլմերի ծրագիր, որը ամերիկյան Dance West East փառատոնի ընտրանին է, որը ցուցադրվելու է Մալյանի, կներեք, կինոյի տան Կապույտ դահլիճում։ Մենք ունենք Բասկերի ինստիտուտի ֆիլմերի ծրագիրը, որը էլի շատ կարևոր է, որովհետև մեր մոտ կա ինչ-որ կապ Բասկերի հետ, որը դեռ միգուցե այդքան էլ ապացուցված չէ։ Ամենայն դեպս մենք ունենք հնարավորություն պատկերացում կազմել այդ երկրի մասին, իրենց մշակույթի մասին։ Բացի դրանից այս տարի մեր ժյուրի անդամ Պատրիցիա Ֆրեգոնեզեն, որը Իտալիայից է, եւ այնտեղի կանանց փառատոնի տնօրենն է, ինքը ներկայացնելու է զեկույց Լիլիանա Կավանիի մասին, որը շատ հայտնի իտալուհի ռեժիսոր է, որը նկարանել էր ժամանակին գիշերային դռնապան ֆիլմը։ Այնպես որ ինքը կկարդա այդ զեկույցը եւ հետո մենք կնայենք ֆիլմը։ Այսինքն ինքը շատ հագեցած է։ Շատ հագեցած, այսպես օրեր են ստացվում է, որ ունենում եք 47 ֆիլմ է ցուցադրվելու այս տարվա փառատոնի ընթացքում։ Ինչ է սպասվում վերջում, ես գիտեմ, որ նաեւ Հարգանքի Տուրքի բաժինը նվիրված է ֆրանսահայ հեռուստատեսության ու կինոյի հայ ազգի աստղ Ալիս Սափրիչին։ Սրանք շատ յուրօրինակ ժեստեր են, որովհետեւ ես էլ կարդալուց հետո ունեցա ցանկություն անմիջապես որոնելու ով է նա,
ինչպիսի ստեղծագործություններ ունի, այսինքն այնուամենայնիվ ցանկացած դեպքում նպատակը հանրահռչակելու այդ կինոգործիչին։ Այս տարվա քանի որ խիտ գրաֆիկը կա, ինձ հետաքրքիր ինչ է սպասվում վերջում, ինչպես են ընթանալու այս ամբողջ աշխատանքները, որպեսզի այն հետաքրքրի մարդկանց։ Վերջում լինել է մրցանակաբաշխությունը, որտեղ մենք կբաժանենք մրցանակները։ Հետո մենք կնայենք արդեն փակման ֆիլմը, որը ֆրանսիական ֆիլմ է, որը կոչվում է Ջուլիետը Գարնանը։ Այո։ Եվ այսպես փակումը տեղի կունենա ու ես կարծում եմ, որ յուրաքանչյուր փակումից հետո արդեն մտքերն են հաջորդ տարվա կինոփառատոնը ինչպես անցկացնենք, նորից էլի մրցույթ է հայտարարում, որի ընթացքում հետաքրքրություն է առաջանում կինոփառատոնի ընթացքում ու մեր հեռուստադիտողին էլ դիմելով նշում որ սեղանին էլ մենք տեսնում ենք շատ հետաքրքիր այսպես փոքրիկ ստիքերներ եւ էլի բաներ, որոնք որ կապված են կինոփառատոնի հետ, մի փոքր ներկայացնենք ինչ կա սեղանին, որոնք որ արդեն հանրահռչակում են կինոփառատոնը այս դեպքում։ Դե պետք է նշեմ, որ մուտքը ազատ է մեր փառատոնին։ Ֆիլմերի ցուցադրությունը լինելու է Հայ բարեգործական ընդհանուր միության դահլիճում եւ մի օր երկուշաբթի օր լինելու է այդ կինոյի տան փոքր դահլիճում, Կապույտ։ Իսկ այստեղ այս տարի մենք դիզայնի համար օգտագործել ենք Գրիպսիմե Սիմոնյանի գծանկարը, որը շատ հայտնի քանդակագործ, կերամիստ եւ նկարիչ սովետական ժամանակի, սովետական շրջանի, որը շատ գործեր արել այն ժամանակ, եւ այստեղ մենք ուզել ենք էլի ոնց որ անդրադառնանք մեր հայկական մոտիվներին, շատ գեղեցիկ է ստացվել։ Նաև երագույնի գույներով, այսպես կուժն է, եթե չեմ սխալվում, ճիշտ է, աղավնին շատ հետաքրքիր է ստացվել, յուրօրինակ խորհրդանիշներ են։ Տիկին Օհանյան, նաև ինձ մոտ հետաքրքիր հարց առաջացավ, արդյոք այս կինոփառատոնների ընթացքում դուք նույնպես նոր ծանոթություններ եք ձեռք բերում, կինոգործիչներ կան, որոնց որ դուք նոր եք ճանաչում, ինչպիսի կապ է ստեղծվում այդ կինոգործիչների հետ եւ այս փոքրիկ ծանոթությունները արդյոք դառնում են հետագայում ընկերություններ գործնական դաշտում։ Այո, իհարկե, իմիջիայոցը մեր փառատոնը նաև ունի այդ նպատակը, ոնց որ տարածել հայկական այդ կանանց աշխատանքների ամբողջ աշխարհում եւ մենք կազմակերպել ենք բազմաթիվ ցուցադրություններ տարբեր երկրներում, մենք ունեցել ենք ցուցադրություններ Ճապոնիայում, Կրակովում, Թուրքիայում, համատեղ ծրագիր էինք անում հիմա եթե բոլորը չհիշեմ, համենայն դեպս հաճախ մենք հրավիրում ենք նաև որպես ժյուրի անդամ ինչ որ մեկ ուրիշ փառատոնի տնօրենի, որը ֆիլմերը նայելուց նաև ինչ որ բաներ ընտրում է իր փառատոնի համար։ Եվ իհարկե մեզ համար շատ կարևոր է որպեսզի մեր կինոռեժիսորների ֆիլմերը ցուցադրվեն նաև դրսում ու եթե մենք դա կարողանում ենք ինչ որ ձևով անել, աջակցել, մենք շատ ուրախ ենք լինում։ Եվ հետաքրքիր է նաև հանդիսատեսի համար, որ մուտքը ազատ է, այսինքն ուղղակի պետք է ճշտել հասցեն եւ մոտենալ նշված հասցեով դիտելու նոր ֆիլմեր, որոնք որ պակաս հետաքրքիր չեն, որոնք որ այսօրվա մեր էկրաններին են նաև երևում, եւ քանի որ դեկտեմբերի 16-ին էլ արդեն փակումը պիտի լինի, ես վստահ եմ շատ զբաղված առօրյայի մեջ դուք մեր տաղավարից հետո միանգամից գնալու եք եւ միանաք փառատոնի աշխատանքներին։ Ես շնորհակալ եմ շատ Տիկին Օհանյան հարցազրույցի համար, շատ կարեւոր գործ է անում փառատոնը հանրահռչակելու կինոգործիչներին, ռեժիսորներին եւ թող 22-ը դառնա 30 եւ այսպես շարունակվի։ Շնորհակալ եմ դարձյալ։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա մեր եթերը մոտեցավ իր ավարտին։ Ես շնորհակալ եմ օրը մեզ հետ սկսելու համար, եթերի ապահովման համար շնորհակալություն ենք հայտնում Արփինետ ընկերությանը։ Մենք ուղիղ 1 շաբաթից դարձյալ նույն տաղավարում ձեզ ողջունելու ենք եւ ասելու բարի առավոտ։